Վանաձայնի եթերում հայկական հարց հաղորդումն է։ Հայկական հարց երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։ Խոսափողի մոտ Մարիամ Հովսեփյանն է։ Այս հաղորդաժամին կլսեք մշակութային արժեքների ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում, Արևմտյան Հայաստանում մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականության հիմքերը դրվել են դեռևս 15-րդ դարում։ Թուրքական իշխանությունների իմացությամբ եւ թողտվությամբ ավելի քան 2 դար միտումնավոր ձևափոխվել է մասնավորապես հայկական եկեղեցիների արտաքին տեսքը, ինչի հետևանքով դրանք վերածվել են մզկիթների։ Համիդյան կոտորածների շրջանում նոր թափ է հաղորդվել այդ գործընթացին եւ զանգվածաբար թալանվել ու վերածվել են արևմտահայ գավառում եւ Կիլիկիայում գտնվող հայոց հոգևոր գանձերից, բարձրարժեք կոթողներից եւ հուշարձաններից շատերը։ Մասնագիտական շրջանակների հաշվարկներով մինչեւ Մեծ Եղեռն ընկած ժամանակահատվածում Արևմտյան Հայաստանի տարածքում հաշվարվել է ավելի քան 170,000 միավոր հայկական պատմական հուշարձան, որոնց առնվազն 2-3%-ն է պահպանվել առ այսօր։ Թեմային է անդրադառնում Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի աշխատակից Հովիկ Ավանեսովը։ Մշակութային ցեղասպանությունը ընդհանրապես Արևմտյան Հայաստանում բավականին տևական պատմություն ունի, երբ որ 15-րդ դարից սկսած արդեն իրականացվում էր հայերի բռնի իսլամացման քաղաքականություն, մշակութային ժառանգության նկատմամբ հանցագործությունները սկսվել էին այդ ժամանակահատվածում եւ այդ ընթացքում 15-ից մոտավորապես 17-րդ դարի ընկած ժամանակահատվածը հիմնականում ձևափոխում էին եկեղեցիների արտաքին տեսքը նրանց որոշակի առումով վերածելով մզկիթի։ Իհարկե այդ քաղաքականությունը տարբեր ժամանակահատվածներում են շարունակել իրականացնել, բայց հիմքը 15-րդ դարից է սկսած։ Իսկ կարևոր հանգամանքը, որին պետք է անդրադառնանք, դա այն է, որ Համիդյան կոտորածների ժամանակ ոչ միայն հայերի ֆիզիկական ոչնչացում տեղի ունեցավ, այլ նաև մեր բազմաթիվ մշակութային ժառանգություն եւ կողոպտվեց եւ ոչնչացվեց։ Ինչպես Համիդյան կոտորածի ժամանակ, այնուհետև այդ նույն ծրագրի մենք ականատես եղանք նաև Կիլիկյան Հայաստանում։ Բայց այդ ամենի առավել ցայտուն դրսևորումները սկսվեցին հայոց ցեղասպանության տարիներին եւ որպեսզի մեր ունկնդիրները տեղյակ լինեն, թե ինչ թվային տվյալներ ունեինք իրողություն մինչ ցեղասպանությունը հուշարձանների հետ կապված, որոշակի տվյալներ ներկայացնենք։ 1912-ից 1913 թվականին Կոստանդնուպոլսի հայկական պատիրարքարանի տվյալների համաձայն Արևմտյան Հայաստանի եկեղեցիների վանքերի թիվը անցնում էր 2000-ից։ Այդ թվում նաև 4-ից 5-րդ դարի վաղ քրիստոնեական եզակի հուշարձաններ։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տվյալներով հայկական հուշարձանների միտումնավոր ոչնչացման փաստերը առկա են Արևմտյան Հայաստանի անխտիր բոլոր շուրջ 120 գավառների ավելի քան 7000 բնակավայրերում եւ նրանց բնակավայրերում։ Սա խոսում է այն մասին, որ համակարգված կերպով մշակութային ցեղասպանության հետ գործ ունենք եւ ոչ միայն տարերային բնույթ են կրում, այլ նաեւ ընդգրկում էր ամբողջ Արևմտյան Հայաստանը։ Հուշարձանագետի տվյալներով Արևմտյան Հայաստանի տարածքում հաշվարկվում էր 170,000 միավոր պատմական հուշարձան։ Խոսքը տարբեր հազարամյակների ընթացքում ստեղծված ժառանգության մասին է։ Սա բավականին մեծ թիվ է կազմում այս հուշարձանների։ Ցավոք սրտի հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մինչ օրս այդ թվի ընդամենը 2-3% հազիվ թե պահպանված լինի։
Տարբեր աղբյուրների համաձայն 1914 թվականին, այսինքն մինչ հայոց ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանում կար 83 առաջնորդարան, 1860 հայկական եկեղեցի ու մատուրներ, 451 վանքեր եւ շուրջ 2000 վարժարան։ Սրանք նախնական տվյալներ են, այն ինչի մասին մենք խոսում ենք, որտեղ ամբողջական վիճակագրությունը ներկայացնելը բավականին բարդ է, քանի որ պարբերաբար, ինչպես նշեցինք, Համիդյան կոտորածների ժամանակ, դրանց նախընթաց ժամանակահատվածում ՄԱԿ-ին մշակութային կոթողներ ոչնչացվել են, արդեն կան վարժարանների մի մասը փակվել են, չէին գործում։ Յոհաննես Լեպսուսը Կոստանդնուպոլսում լույս տեսած իր Հայաստանի ջարդեր ուսումնասիրության մեջ նշում է, որ ավերակների են վերածել 1000-ից ավելի հայկական վանքեր ու եկեղեցիներ։ Սա ևս կարևոր փաստ է, որ տարբեր հեղինակներ խոսում են, թե ինչքան հուշարձաններ են ոչնչացվել, իհարկե դա տվյալ հեղինակների կողմից տարբեր աղբյուրների հիման վրա իրականացված արձանագրություններ են, պետք է դա ևս նշենք։ Իսկ Գևորգ Մեսրոպի վկայությամբ հայկական լուսավորչական վանքերից ու եկեղեցիներից հիմնահատակ ավիրվել եւ թալանվել է 1727-ը։ Այլ տվյալների համաձայն Արևմտյան Հայաստանում կործանվել, կողոպտվել է ավելի քան 2000 հայկական վանքեր ու եկեղեցիներ։ Պետք է նշենք, որ 1914-ից 1918 թվականի ընթացքում մեկ այլ ուսումնասիրողի կողմից հնարավորություն է ունեցել պաշտոնական վկայագրերը ու հրամանակները ուսումնասիրել, արևմտահայ իրավաբան Հայկ Ղազարյանի մասին է խոսքը, որը նշում է, որ 1914-ից 18 թվականների ընթացքում մշակութային ցեղասպանության զոհ է դարձել 2000-ից ավելի եկեղեցի, 203 վանք ավիրվել են։ Սա ևս ականատեսների վկայության հիման վրա, նաև այս հրապարակման կարևորությունը կայանում է նրանում, որ տվյալ իրավաբանը հնարավորություն է ունեցել պաշտոնական հրամանագրերը ևս ուսումնասիրել, որտեղ եւ որոշակի թվային տվյալներ էին պարունակում։ Մոտարապես նույն թվականակի տվյալներ հրապարակված են նաև հայոց ցեղասպանության 50-ամյակի տարելիցին նվիրված հուշամատյանում 1860 եկեղեցի եւ մատուր եւ 229 վանք ոչնչացվածների մասին է խոսքը։ 1919 թվականին, երբ որ Փարիզում ընթանում էր Խաղաղության դրահաժողովը, հայկական պատվիրակությունը ներկայացրեց պաշտոնական տեղեկագիր, որի համաձայն հայոց ցեղասպանության ընթացքում ամբողջ Օսմանյան կայսրությունը ամբողջությամբ կամ մասամբ կործանվել է հայկական 83 առաջնորդարաններ, 1860 եկեղեցի եւ մատուր, 229 վանք, 26 բարձրագույն վարժարաններ, 1439 դպրոցներ, 42 որբանոցներ։ Եվ պետք է նշենք, որ այս ժամանակահատվածում նաև 20,000-ից ավելի ծառագիր հուշամատյաններ ևս ոչնչացվել են, որոնք պահպանվում էին տարբեր եկեղեցիներում, վանական համալիրներում եւ որոնք էլ մեծամասնությունը գրչագրված էին հենց տվյալ եկեղեցիներում։ Հայկական հարց. երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974 թվականի տվյալների համաձայն Արևմտյան Հայաստանի վանքերից ու եկեղեցիներից 1915 թվականի հայոց ցեղասպանությունից հետո կանգուն էր մնացել 913 շինություն, որոնցից հետագա տարիների ընթացքում 464-ը ամբողջովին ոչնչացվել է, 252-ը վերածվել է փլատակների, իսկ 197-ը վերականգնման լուրջ կարիք ունի։ Սա ևս կարևոր փաստարկ է, հաշվի առնելով, որ հրապարակված է առաջնային մանդատ ունեցող ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Այս փաստերը ընդհանրապես թույլ են տալիս
նշելու, որ մշակութային ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում կրել է համակարգված բնույթ եւ այդ ամենը ինչպես պետական մակարդակով հրամանագրեր էին արձակում տեղահանությունների կոտորածների, նույնն էլ մշակութային ժառանգության յուրացման եւ ոչնչացման հետ կապված։ Բնական է այդ եկեղեցիներում, վանական համալիրներում եւ հարակից օժանդակ կառույցներում գտնվող եկեղեցական սպասքը եւ այլ իրեր, որոնք մշակութային կարևոր արժեք են ներկայացում, եւս յուրացվել է, ոչնչացվել է, որոշները վաճառվել են։ Պետք է նշենք մի շատ կարևոր հանգամանք, որ այս ամեն ինչին ակտիվորեն ներգրավված էին զինված ստորաբաժանումները։ Հայոց ցեղասպանությունից հետո, հատկապես 1940-ական թվականներին եւ հետագա տարիներում, Արևմտյան Հայաստանի ամբողջ տարածքում, երբ որ տարբեր ձևաչափերով մինչ օրս էլ զորավարժություններ իրականացնում են, տեղանքներ պատահական չի ընտրվում են այն վայրերը, որտեղ հայկական հուշարձաններ կան, որոնց մի մասը վնասվում է ծանր ռազմական տեխնիկայի տեղաշարժերի հետևանքով, մի մասն էլ արձակած կրակոցների հետևանքով է վնասվում, որոշ պարագայում էլ տվյալ հուշարձանները որպես կրակային թիրախ էին օգտագործում։ Եվ 1915 թվականի ցեղասպանության ընթացքում էլ եկեղեցիները օգտագործում էին տարբեր զինված ստորաբաժանումների տեղակայման, այլ վայրերից կողոպուտը այդտեղ պահելու, մարդկանց ողջակիզելու համար։ Եվ այդ նույն ծրագրի մենք ականատես ենք լինում նաև տարբեր ժամանակահատվածներում Ադրբեջանի կողմից, խորհրդային ժամանակահատվածից սկսած։ 1960-ական թվականներին դեռևս մենք բազմաթիվ փաստերի ականատես եղանք, երբ Արևմտյան Հայաստանի բազմաթիվ եկեղեցիներ բարից բուն իմաստով պայթեցնում էին։ Օրինակ Խուցկունքի վանքը պայթեցվել է 1966 թվականին։ Եկեղեցիների այդ պայթեցման քաղաքականությունը զինամթերքի օգտագործմամբ Ադրբեջանը ևս կիրառել է։ Եվ խորհրդային տարիներին հատկապես գանձագողության նպատակներով Արցախի տարբեր բնակավայրերում եկեղեցիներ, մատուրներ պայթեցնում էին, պատրվակայիններ, որ գանձեր էին, որոնք կամ մեղսակցությունը գցում էին գանձագողների վրա, բայց իրականում այդ ժամանակահատվածում հաշվի առնելով վերահսկողական այդ համակարգը, որ կար, հնարավոր չի այդ քանակի պայթուցիկ նյութեր հայտնային շարքային գանձագողի ձեռքում, եթե դա չի իրականացվում իրավապահ մարմինների պետական համակարգով ուղղորդված, որտեղ եկեղեցի մատուր ամբողջովին պայթեցնելու համար բավականին մեծ քանակի պայթուցիկներ են պետք։ Նույն ռազմական նպատակներով օգտագործման այդ քաղաքականությունը Ադրբեջանի 90-ականներին շարունակեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գրադկայանքների արկեր պահելու համար պահեստի վերածեց։ Նույն 90-ական թվականներին թիրախավորվեց Կանձասարի վանքը, որի հետևանքով հարակից որոշ կառույցներ վնասվեցին։ Նույն ժամանակահատվածում Հադրութի շրջանի Առաքել գյուղի եկեղեցու վրա կրակեցին, ընդ որում կրակեցին տանկերով։ Նույն այդ ծրագրի մենք ականատես եղանք 2020 թվականին, երբ որ մեկ օրվա ընթացքում Սուրբ Ամենափրկիչը Շուշի ենթարկվեց 2 անգամ ճշգրիտ հրետակոծության, որի ընթացքում անգամ միջազգային լրագրողներ վիրավորվեցին։ 23 թվականի սեպտեմբերից հետո չարեկ տարի վանքի ուղղությամբ հրաժարենային զենքով սկսեցին կրակել։ Այս փաստերը խոսում են այն մասին, որ մենք գործ ունենք շարունակական քաղաքականության հետ։ Մշակութային արժեքների ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում թեմային անդրադարձավ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի աշխատակից Հովիկ Ավանեսովը։ Ավարտվեց հայկական հարցհաղորդման հերթական թողարկումը։ Այն պատրաստել էր Մարիամ Հովսեփյանը։
Վանաձայնի եթերում հայկական հարց հաղորդումներ, հայկական հարց, երեկն ու այսօրը, անցյալն ու ներկան։